Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Ամեն անգամ վեդի մտնելուց գլխավոր պողոտայով որ անցնում եմ, տղաների վեդի զոհված տղաների նկարներն են։ Արմանի, Գառնիկի, Դավիթի, Մաքսիմի, Սիսակի վերևից նայում են։ Վերևից երկու իմաստով, վստահ եմ նաև երկնքցել են նայում, թե այսօր ինչ է կատարվում իրենց երկրում, իրենց հերոսության 30-ից տարիներ հետո։ Ցավոք հիմա նայում էի, տղաների նկարները արդեն խոնացել են, քանի տարի չի փոխվել, չի թարմացվել։ Եվ ես վստահ եմ դուք հասկանում եք, սիրելի ժողովուրդ, որ քանի այս ապիկարները, այս ապազգային տարերն են իշխանության, այդ նկարները ոչ միայն չեն փոխվելու, այլ եթե հանկարծ սրանք շարունակեցին, այդ նկարներից հրաժարվելու են։ Ոնց որ հրաժարվում են այսօրվա մեր բոլոր հերոսական անցյալից, մեր ձեռքբերումներից, երբ որ հայտարարում են Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր։ Մի ուրիշ տեղ ասել եմ, ճակատագրական սխալը սրա ծնվելն էր եւ նայեք ժողովուրդ ջան, ամբողջ հանրապետությունը հիմա լցված է դրա սղալած ականջները փոքրացրած կեղծ ժպիտը դեմքին նկարներով, որ ինքը ոտից գլուխ կեղծ է, կարծում եմ բոլորս համոզվել ենք։ Բայց սրտիկների մասին ասեմ։ Ամեն տեղ, ամեն առավոտ, ամեն պատին, ամեն ցուցանակին սրտիկ, ես ձեզ սիրում եմ, սուտ ասում ժողովուրդ ջան։ Մեր ժողովուրդը, ցանկացած ժողովուրդ, երկու իրար արժանի մասերից է, չէ՞, կանայք եւ տղամարդիկ։ Այն մյուսներին չհաշված, որ համեն են։ Դուք պատկերացրեք, մի տղամարդ նորմալ կնոջը ամեն օր սրտիկ ցույց տա, այդ կինը ինչ կմտածի։ Կմտածի սա ղզիկ է, չէ՞։ Հիմա մտածեք, թե վերջո կանանցը ցույց տալի եւ տղամարդ կա, չէ՞, սրտիկները։ Պատկերացրեք տղամարդուն ամեն օր մի տղամարդու սրտիկ ցույց տա։ Ինչ կմտածի այդ տղամարդը։ Կմտածի սա այն բաներից է, չէ՞։ Այս մարդը ոտից գլուխ կեղծ է։ Այս մարդը ամեն օր որ ասում է ես ձեզ սիրում եմ, սուտ ասում ժողովուրդ ջան, ինքը ատում է ժողովրդին։ Ինքը այս ժողովրդի լավագույն բոլոր հատկությունները, դրական կողմերը վտանգած, դրա վրա հարձակված, լավ բան ասաց 2 օր առաջ մեր նախագահը, ասեց նա ոչ թե վախենում է ով որ իրան կզացրել է, այլ ով որ իր առաջ չի կզել։ Մի վախեցեք ժողովուրդ ջան, ամեն ինչով, ուժային կառույցներով, չգիտեմ քննչականներով, իրանց պաշտոնյաներով փորձում են ձեզ վախացնել, ասել որ կբռնենք, իմանալու ենք ոնց է քվեարկում։ Ժողովուրդ ջան, վախկոտից վախենալը ամոթ է, սա ամենավախկոտ մարդն է իմ ճանաչած։ Փաստերով կարող եմ ասել, բայց դրա տեղը չի։ Վստահ եղեք, սրանք ապագա չունեն, սրանք այնքան ավերմունք են բերել մեր ժողովրդի գլխին, մեր պետության գլխին, որ ուղղակի պիտի ռադանենք սրանց։ Ես մի բան գիտեմ, մեր ժողովուրդը արժանի է շատ ավելի ուժեղ, կազմակերպված, ուրիշ պետությունների ղեկավարների կողքին հավասարի պես կանգնող ղեկավարի, ոչ թե մեր հակառակորդների, մեր թշնամիների դեմ կռացած նրանց բոլոր պահանջները կատարողի։ Դուք ինչ է ուզում եք, որ վաղը մյուս օր այս շրջանի բոլոր գյուղերի անունները նորից դառնան թուրքական անուններ։ Դուք ուզում եք, որ նա իր խոստումը Ալիևին տված վաղը իրականացնի։ Մի անգամ պետք չի ասում, երբ որ ձիգ կանգնում ես, ոչ մեկը ռիսկ չի անում խփել, բայց թե խփում են, կռանում ես, փախնում ես, էլի են խփելու։ Հիմա պին տղամարդավարի կանգնելու ժամանակն է, եւ ես հավատում եմ, եւ մեր տղամարդկանց եւ մեր կանանց այստեղ շատ ներկա, որ ամսի 7-ին մենք սրանց հեռացնելու ենք։
Ուրեմն ընտրում ենք Հայաստանը։